Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հոկտեմբերի 16-ն է եւ Թիֆլիս մեկնելուց առաջ որոշեցի ձեզ համար պատրաստել մի փոքրիկ կարճ հաղորդում, քանի որ հավաքվել են մի քանի կարևոր հարցեր, որոնց որ պետք է անպայման ուշադրություն դարձնենք մեր այսօրվա հաղորդման մեջ։ Սկսենք նրանից, որ երեք բազմաթիվ հոգևորականների ձերբակալություն է տեղի ունեցել, գիտեք, նաև թեմի առաջնորդների, ովքեր որ սերտ նաև արյունակցական կապով կապված են Կտրիչ Ներսիսյանի հետ, ու պարզվում է, որ այդ հոգևորականները, այդ բարձրաստիճան նաև հոգևոր առաջնորդները շատ կարևոր մասնակցություն ունեցել Սամվել Կարապետյանի հանրահավաքի աջակցման գործին եւ նույնիսկ մարդկանց ստիպել են, որպեսզի մասնակցեն այդ հանրահավաքին։ Անկեղծ ասած, մանրամասների մեջ շատ չեմ խորացել։ Գիտեք, հիմնականում ես արտաքին քաղաքական հարցերի վրա եմ կենտրոնանում եւ չեմ ցանկանում, չեմ սիրում կենտրոնանալ ներքաղաքական հարցերի շուրջ, սակայն կրկին մեկ անգամ անհրաժեշտություն կա խոսելու այդ մասին, որ այն ինչ հիմա տեղի ունենում Հայաստանում, դա հստակ արտաքին քաղաքական պատվերով է տեղի ունենում։ Ինձ համար Սամվել Կարապետյան, Սիմոն Պողոսյան կամ չգիտես ինչ ազգանունները որևիցե բան չեն ասում։ Ես նայում եմ մարդկանց, կոնկրետ անհատների, լինեն դրանք բիզնեսմեն, քաղաքական գործիչ, թե կրիմինալ, թե որտեղից են այդ մարդիկ աջակցվում, որտեղից են սնվում, կարելի ասել, չասենք ֆինանսավորվում, այսինքն որտեղից են նրանց աջակցում եւ որ ուժերն են նրանց հետևում կանգնած եւ հետեւաբար լինի դա Սամվել Կարապետյանը, չգիտեմ, Սիմոն Վարացյանը, թե մեկ ուրիշը, մենք պետք է տեսնենք, թե ինչ ուժեր կան նրանց հետևում կանգնած եւ որ երկրներն են իրենց աջակցում։ Այս պարագայում հոգևորականները տվյալ աջակցելով օրինակի համար Սամվել Կարապետյանին, իսկ Սամվել Կարապետյանին աջակցում է նաև Ռուսաստանի Դաշնությունը, մենք կարող ենք հստակ տեսնել, թե այդ ամենը որտեղից է գալիս եւ ինչ լծակներ են օգտագործում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսինքն ես ոչ թե անհատների եմ տեսնում, ես տեսնում եմ կոնկրետ մի պետություն, որը որ նպատակ է դարել Հայաստանում հասնել իշխանափոխության։ Նրանց համար էլ հավատացեք ազգանունները որևիցե նշանակություն չունեն։ Իրենք ունեն իրենց ազգային եւ պետական շահը, նաեւ իրենց բիզնես ծրագրերը, այդպիսի պետությունները չեն կարող չունենալ նաեւ անհատական բիզնես ծրագրեր եւ առաջնորդվում են կոնկրետ այդպիսի իրենց անձնական շահերով, բիզնես ծրագրերով եւ նաեւ պետական ու ազգային շահերով։ Ու կրկնեմ, կապ չունի թե ում են կարգելու Հայաստանի ղեկավար, ում են կարգելու, ինչ ազգանուն է ունենալու եւ ով է լինելու։ Կարևորը հնազանդ ծառայեն իրենց եւ իրականացնեն իրենց ծրագրերը Հայաստանում։ Կարծում եմ բոլորի համար այդ ամենը պարզ է եւ այդ խաղի մեջ նաեւ օգտագործում են հոգևորականների մի մասը շատ լավ հասկանում է թե ինչ է տեղի ունենում, մի մասը կարող է չի հասկանում, բայց այնուամենայնիվ հոգևորականների մի մասը ցավոք սրտի օգտագործվում է երրորդ պետության կողմից եւ այդ հիբրիդային պատերազմի մեջ այնքան լավ ծրագրված շատ խելացի մեթոդներ են օգտագործվում, որ այդ մարդկանց մի մասին, ովքեր որ անկեղծորեն հավատում են, որ լավ գործ են անում, հայրենիք են փրկում, համոզում եմ, որ իրենք ազգանավեր գործ են իրականացնում։ Դե տարբեր մարդու ուղեղ տարբեր հնարավորություններ ունի եւ մի մասը ցավոք սրտի հավատում է, որ իրենք հայրենանվեր գործ են իրականացնում եւ դրա արդյունքում ունենք ինչ ունենք։ Իսկ մնացած մասը բնականաբար փողի հետևից վազելով ավելի մեծ մասը հասկանալով թե ինչ է տեղի ունում, միևնույն է իրենց շատ ձեռնտու է, քանի որ իրենց կյանքը շատ ավելի ապահով եւ լավը կլինի։ Սա է իրականությունը, սիրելի հայրենակիցներ, եւ դրա համար ես կողմ եմ, միանշանակ կողմ եմ, որ Հայաստանի իրավապահ համակարգը, իշխանությունները գործեն իրավիճակին համապատասխան եւ
կոնկրետ, շատ հստակ դիպուկ օպերացիաներ իրականացնեն, ով ուզում է լինի, հոգևորական լինի, կուսակրոն լինի, մանախ լինի, չգիտեմ, ով ուզում է լինի, եթե խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքը եւ կոնկրետ ներքաշել է ուզում Հայաստանը հիբրիդային այդ իրավիճակների մեջ, հեղաշրջում է ուզում կազմակերպել, այդ մարդիկ պետք է պատժվեն, ով էլ լինեն մարդ են, չէ՞։ Բոլորի նման ունեն երկու աչք, երկու ոտք եւ օրենքի համար բոլորի նման պետք է հավասար լինեն։ Հետևաբար, եթե խախտում են օրենքը, պետք է պատժվեն եւ ոչ ոք չպետք է ասի, թե հոգեվորականներին չի կարելի պատժել։ Աբսուրդ է ուղղակի։ Եթե մեկը խախտում է օրենքը, հոգեվորական է թե վարչապետ, եթե ուզում ենք նորմալ երկիր ունենալ, եթե ուզում ենք, պետք է պատասխան կրի։ Հիմա անցնենք արտաքին քաղաքական հարցերին։ Երեք արթնացել էր Միխայել Գալուզինը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը, գիտեք, քննգատ տեսք ունի, բայց երեք արթնացել էր եւ հայտարարություն էր անում, որ իրենք կրկին տարածք են ուզում տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին հարթակ վերջնական խաղաղություն կնքելու համար եւ պատրաստ են անել ամեն ինչ։ Այսինքն Ռուսաստանի արտգործնախարարությունը հիմա փոխում է իր մոտեցումը, խոսելավոճը, ասում է, որ այնինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, դա վերջնական խաղաղություն չի։ Վերջնական խաղաղությունը դա խաղաղության պայմանագիր է եւ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել հարթակ, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի ու խաղաղություն հաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Շատ խորամանկ հայտարարություն եւ դրա առիթը տվեց փաստացի նաեւ ինչ որ միտեղ Իլհամ Ալիևը, ինչ որ միտեղ։ Երբ որ գնաց, հանդիպեց Պուտինի հետ եւ կարծում եմ բարեշեցին, հիմա հարաբերությունները կարգավորում են եւ այդ առիթը տվել է Ալիևը, որ այդպիսի հայտարարություններ է անում Մոսկվան քնած Գալուզինի շուրթերով։ Տեսնենք թե ինչպիսի արձագանք կլինի Բաքվից, տեսնենք թե ինչպիսի քայլեր կլինեն Բաքվից եւ դրանից ելնելով մենք կհասկանանք թե իրավիճակը ուր է շարժվում։ Հնարավոր է Ալիևին ձեռք տա էլի ձեռնտու լինել ինչ-որ խաղեր տալ Մոսկվայի հետ, որպեսզի փորձեն Հայաստանին նոր զիջումներ պարտադրել, որպեսզի Հայաստանը գնա նոր զիջումների, հետո նոր ստորագրեն կամ չստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Իմ համոզումն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է խոսի միայն ու միայն Վաշինգտոնյան հռչակագրից։ Ինչ էլ ասի Ադրբեջանը, պետք է միշտ հետ բերել Վաշինգտոնյան հռչակագիր, չպետք է թույլ տալ, որ դրանից հեռանա, չեմ ասում դուրս գա Ադրբեջան, դժվար թե դուրս գա, հեռանա, կարող են հայտարարություններով հեռանալ, կամաց գնալ դեպի էլի Մոսկվայի հարթակ, կարող է իրենց ձեռնտու լինել, չեմ կարող ասել, բայց կարող է նման տենդենս նկատվել եւ եթե նկատենք միանգամից էստես կտեղեկացնեմ։ Մեզ կարեւոր է, որ մենք միշտ հիշեցնենք, որ այն հռչակագիրը, որը որ կնքվել է Վաշինգտոնում, դա շատ չափազանց մեծ կարևորություն ամբողջ տարածաշրջանի համար եւ դա նույնիսկ առավել է խաղաղության պայմանագրից։ Երեք Ալիևը հանդիպել է ՀՀԿ-ի ղեկավարի հետ։ ՀՀԿ-ի ներկայացուցիչը փաստացի այցելեց նաեւ Ադրբեջան, Վրաստան էր այցելել, հանդիպել էր ցուցարարներին, դրանից հետո վարչապետի հետ հանդիպում չէր եղել, այցելել էր Բաքու եւ հանդիպել է Ալիևի հետ։ Երեք ասում էինք, որ նման հանդիպում կարող է տեղի չունենա, բայց փաստացի տեղի ունեցել է նման հանդիպում եւ Ալիևը այդ հանդիպման ընթացքում կարեւորել է Վաշինգտոնյան համաձայնությունները, հռչակագիրը, ինչպես նաեւ թրիփի իրականացման ծրագիրը ամբողջ տարածաշրջանի համար։ Հենց բացի Ալիևը կենտրոնանում է Մինսկի խմբի վերջնական փակման վրա եւ այդ հարցն է կրկին քննարկել։ Ընդհանուր առմամբ վատ հանդիպում չի եղել։ Համենայն դեպս ես չտեսա մեզ ինչ որ վնասող հայտարարություններ, թե Ալիևի կողմից եւ թե ՀՀԿ-ի կողմից, ՀՀԿ-ի կողմից բնականաբար։ Այսինքն մեծ հաշվով կարծում եմ լավ հանդիպում է եղել։ Դեռևս Ալիևը ինչ որ չափով իրեն կոնստրուկտիվ է պահում, ճիշտ է, մեկ-մեկ զառանցում է էլի, սովոր էր երկար տարիներ այդ կան լուրջ զառանցումներից հետո մեկ-մեկ կրկին զառանցում է տարբեր միջանցքներից խոսելով, բայց ընդհանուր առմամբ ավելի կոռեկտ է դարձել
երևի թե ընդհանուր առմամբ տեղերը օգնել են։ Դա շատ լավ տենդենց է։ Միջազգային կարևոր լրահոսից սիրելի հայրենակիցներ կրկին բախումն է Աֆղանստանի եւ Պակիստանի միջև։ Գիտեք, վերջին օրերին սրացում է եղել, մի պահ փորձեցին կարգավորել, արաբական երկրները միջամտեցին, իրավիճակը մի երկու օրով հանդարտվեց եւ երեք էլի շատ մեծ բավականին լուրջ բախում է տեղի ունեցել, ասեմ, որ Պակիստանը ունի նաեւ առավելություն, շատ լուրջ հարվածներ է հասցրել տարբեր քաղաքների, ասենք, քանի որ վիդեո տեսանյութերում երևում է, որ ծուխ է դուրս գալիս քաղաքների մեջ, այսինքն լուրջ հարվածներ է հասցրել Պակիստանը, որից հետո աֆղանցիները, թալիբները խնդրել են, ինչպես նաև Թալիբանը խնդրել է հրադադար եւ Պակիստանը համաձայնվել է 48-ժամյա հրադադար է հաստատվում հիմա Պակիստանի եւ Աֆղանստանի միջև։ Երևում է հստակ, որ առավելություն ունի Պակիստանը, աֆղանցիները երևի ուրիշ պատերազմներ են սովորել, որ ինչ որ մի երկիր ներխուժում է իրենց տարածք եւ ցամաքային մարտեր են ընթանում, այդ պարտիզանական մարտերի մեջ նրանք շատ լուրջ են մասնագիտացված, բայց երկրների միջև զորքերի ինչ որ պատերազմ, բախում, պատերազմի ձևեր կա, որ նրանք սովոր չեն։ Եվ երկար տարիներ պայքարելով սովետական միության դեմ, խորհրդային միության ռազմական գործողությունների դեմ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ իրենք շատ բան են սովորել, բայց կրկնեմ ամեն պատերազմի ձևի չէ որ իրենք պատրաստ են եւ դրա համար այստեղ ամենայն դեպս այս պահին երևում է Պակիստանի առավելությունը, բայց եթե Պակիստանը ինչ որ ցամաքային գործողություններ լուրջ փորձի սկսել, երևի թե տապալված լինի։ Ես ռազմական փորձագետ չեմ, զուտ իմ կարծիքն եմ ասում եւ ահա այդպիսին է պատկերը նաեւ աշխարհի այդ տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ արդեն վերջնագրերով են սկսել խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, այդպիսի վերջնագիր է ներկայացրել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության կամ պատերազմների նախարար Պիթ Հեքսեթը, որպեսզի դադարեցնեն պատերազմը։ Այստեղ երևի թե խոսքը կոնկրետ տամագավ քարտերների տրամադրման մասին է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կգնա միանշանակ այդ քայլին, եթե Ռուսաստանը չհամաձայնեցնի դադարեցնել պատերազմը։ Սա արճակատման բավականին լուրջ մեծ փուլի է հասցնելու իրավիճակը, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները երևի թե հաշվարկել են եւ մեծ հաշվով ինչ որ որևիցե բանից չեն վախենում, չնայած Ռուսաստանի Դաշնությունից բազմաթիվ սպառնալիքներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեին, որ եթե տրամադրի տամագավ քարտիրները, նաեւ այդ քարտիրները օգտագործելու համար հատուկ սարքեր են պետք, որոնց միջոցով որ արդեն քարտիրները գործարկվում են, ուղարկում են, չգիտեմ ինչպես է դա կոչվում, եւ դա եւս պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրեն, եւ ոչ միայն տրամադրեն, այն նաեւ զինվորականներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից պետք է լինեն, մասնագետներ, ովքեր որ կարող են օգտագործել այդ սարքերը դրա վրա է կենտրոնում Ռուսաստանի Դաշնությունը։ Մոռացա խոսել նաեւ նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, երեկել ենք խոսել այդ մասին եւ այսօր արդեն տեղեկություն ենք ստանում, որ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարություն, այդպես ասենք էլի, պաշտպանության նախարարության փոխնախարարի հետ։ Դե պատկերացնում եք, չէ, որքան կարևոր են այդ հանդիպումները եւ ասեմ, որ շատ հաճախ նաեւ այդ մակարդակով են նաեւ կարևոր որոշումներ, պայմանավորվածություններ ձեռք բերվում։ Միայն պաշտպանության նախարարների միջև հանդիպման ժամանակ չէ, որ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Այսքանը սիրելի հայրենակիցներ այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։